Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք, ապաշխարության աղոթքը և հոգևոր կյանքի սկիզբը։ Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Ինչպես ապաշխարել և դառնալ հավատացյալ» անվանումը։ Այս շարքի մեր նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք իրական ապաշխարությունից բնականորեն բխող կարևորագույն հարցի շուրջ՝ ի՞նչ է պետք անել Տեր Աստծուն հաճելի լինելու համար։ Այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ խոսելու ենք այդ հարցի պատասխանի և հոգևոր կյանքի սկիզբը նախանշող աղոթքի և որոշման մասին։ Սիրելի՛ բարեկամ, ամեն անգամ, երբ Աստվածաշնչում ապաշխարող մարդիկ տալիս են «Ի՞նչ է պետք անել Տեր Աստծուն հաճելի լինելու համար» հարցը, պատասխանը շատ նման է Պետրոս առաքյալի պատասխանին, երբ Պենտեկոստեի օրվա քարոզից 3,000 մարդ ապաշխարեց։ Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք, որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով էլ էր վկայում և նրանց մխիթարում ասելով. «Փրկե՛ք ձեզ այս խոտոր սերնդից»։ Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին, և այդ օրը նրանք 3,000 հոգով ավելացան։ Ապաշխարությունը կարող է սկսվել հենց այս պահին, որտեղ էլ որ լինես։ Դու կարող ես առանձնանալ, ծնկի գալ Տեր Աստծու առջև և սրտիցդ բխող քո անկեղծ աղոթքն ուղղել Աստծուն՝ ասելով այս խոսքերը. «Տե՛ր, ես զղջում եմ, որ մինչև հիմա առանց Քեզ եմ ապրել։ Ես կարծում էի, թե Քեզ հետ եմ, բայց հիմա հասկանում եմ, որ հնազանդ չեմ եղել Քո կամքին։ Ես գիտեմ, որ մեղավոր մարդ եմ և մեղքերի ներման կարիք ունեմ։ Եվ հավատում եմ, որ իմ մեղքերի ներման միակ ուղին Գողգոթայի խաչի վրա Քո զոհին հավատալն է և Քո ուսուցումներին հավատարիմ կյանք ապրելը։ Ես որոշում եմ կայացնում հեռանալու աշխարհի սկզբունքներով ապրելուց և ապրելու Քո պատվիրաններին ու Քո կամքին հնազանդ կյանքով։ Տեր Հիսուս, խնդրում եմ, որ լինես իմ կյանքի Տերը և իմ Թագավորը»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե այս աղոթքը բխում էր քո սրտի խորքից և քո ողջ էությամբ համաձայն ես թողնելու աշխարհի կյանքն ու ապրելու հավատացյալի կյանքով, ապա Տեր Աստծու անտեսանելի ձեռքը քեզ արդեն իսկ վերցրել է խավարի իշխանությունից և տեղափոխել Իր Որդու Արքայության մեջ։ Ապաշխարելով և հավատացյալ դառնալով՝ դու ստանում ես քո բոլոր մեղքերի ներումը և հոգևոր աշխարհում ստանում ես բացարձակապես նոր ու օրհնյալ մի կարգավիճակ։ Դու Քրիստոսինն ես՝ Նրա ընտանիքի մի մասնիկը և Նրա իշխանությունը քեզ վրա կրողը։ Եվ վերջում ուզում եմ խոսել աստվածաշնչյան ոչ պակաս կարևոր մեկ այլ ճշմարտության մասին. փրկված մարդը չի կարող միայնակ մնալ։ Գործք Առաքելոց գրքում փրկվածները անմիջապես միացան եկեղեցուն։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ հավատացյալին օգնում են ուսուցումներով, հորդորներով, ծոմով ու համատեղ աղոթքով, որպեսզի նա օրեցօր ավելի ու ավելի նմանվի Քրիստոսին։ Ապաշխարության անկեղծ աղոթքը մարդուն ակնթարթորեն ազատում է խավարի իշխանությունից և տեղափոխում լույսի Արքայություն, իսկ եկեղեցական համայնքը դառնում է այն միջավայրը, որտեղ պահպանվում և աճում է այդ նոր ծնված կյանքը։ Չկա ավելի մեծ երանություն, քան ապաշխարությամբ հավատացյալ դառնալը։ Քրիստոսի աշակերտ լինելը ամենաարտոնյալ Տիտղոսն է։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։